Ռուսական մարդասիրական առաքելություն կազմակերպությունը Եվրասիա միջազգային կազմակերպության հետ համատեղ Ռուսաստանը ձեզ հետ է ծրագրի շրջանակում Ռոսսոտրուդնիչեսթվոյի հովանու ներքո եւ տեղական իշխանությունների ու կամավորների աջակցությամբ շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել Արցախից տեղահանվածներին։ Մեր ջանքերն առաջնահերթորեն ուղղված են եկել սոցիալապես առավել խոցելի խմբերի աջակցմանը բազմազավակ ընտանիքներին, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք պատերազմական գործողությունների հետևանքով զրկվել են իրենց կերակրողից։ Ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել նաև պատերազմական գործողությունների արդյունքում վիրավորում ստացած անձանց ընտանիքներին և միայնակ թոշակառուներին։ Տրամադրվող օգնությունն իր մեջ ներառում է սննդամթերքի եւ հիգիենայի առաջին անհրաժեշտության հավաքածուներ, ինչպես նաև մանկական սննդով առանձին փաթեթներ։ Եվրասիա միջազգային կազմակերպության կամավորների թիմի ղեկավար Արամ Ղուկասյանի խոսքով մարդասիրական առաքելությունն իրականացվում է դեռ օգոստոս ամսից Հայաստանի տարբեր մարզերում շուրջ 200 կամավորի ներգրավմամբ։ Մենք ստեղծել ենք կայք, որտեղ որ իրենք կամավոր կերպով են գրանցումները իրականացրել, նշելով իրենց ընտանեկան կարգավիճակը կատեգորիան, նաև կան համայնքապետարաններ, ովքեր որ սիրով աջակցել են եւ փորձել են հնարավորինս կերպով համակարգել նաև իրենց կողմից ինչ որ մի կերպ տրամադրեն ինֆորմացիա, որպեսզի մենք կարող ենք քաղաքացիների հետ նույնպես կապնվենք եւ հումանիտար օգնություն տրամադրենք։ Նրա խոսքով առաջին հայացքից փոքր թվացող օգնությունն իրականում մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր ընտանիքի համար։ Հրազդան քաղաքում դեկտեմբերի 20-ից 21-ը 415 ընտանիք, այդ թվում մինչև 3 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներ ստացավ նախատեսված աջակցությունը։ Ծրագրի իրականացման մեջ ներգրաված են նաև երիտասարդ կամավորներ։ 14-ամյա Հայկ Ավանեսյանն Արցախից է, Շուշի քաղաքից։ Չնայած իր տարիքին մեծ պատասխանատվությամբ ու ոգևորվածությամբ է մասնակցում աշխատանքներին։ Կամավորական ցանկացել եմ դառնալ, որպեսզի օգնեմ մարդկանց եւ նրանց ընտանիքներին։ Երեք մոտավորապես 4 մեքենա մեծ դատարկել ենք այս տոպրակները։ Այսօր ծրագիրն ընդգրկում է հազարավոր ընտանիքների, որոնք հայտնվել են բարդ կենսական իրավիճակում։ Տան մարզը շատ է խեղդում Ղարաբաղի տեղահանված մարդկանց։ Եթե աշխատող մարդ ես, կարաս քո օրվա ուտելիքը, քո անմիջական ծախսերը հոգաս։ Ռուսական մարդասիրական առաքելությունը 2010 թվականից իրականացնում է մարդասիրական, բժշկական եւ կրթական ծրագրեր աշխարհի տարբեր տարածաշրջաններում, իսկ 2020 թվականից համակարգված աջակցություն է ցուցաբերում Հայաստանի բնակչությանը։ Այս պահին ցանկացած օգնություն էլ ինձ թվում է բոլորին պետք է, մանավանդ այդ աջակցություններից, որ արդեն հիմնական ով որ սերտիֆիկատով բնակարան է ձեռք բերում, արդեն ձեռքում է աջակցություններից, ու մանավանդ են ընտանիքները, որտեղ երեխաները շատ են, որտեղ ասենք մանավանդ հրազդանի պայմաններում մի քիչ աշխատանքի պահն է դժվար, որ աշխատանք չի լինում, ցանկացած օգնություն էլ պետք է լինում։ Ունեմ 2 զով, 2 անչափահաս աղջիկ երեխա, տղուց երեխաներ։ Ձեր տղաներն են զոհվել։ Տղաս ու թորնս։ Պատերազմում թե Բեզանցակայան։ ու դրանից հետո եկել եք Հրազդան, թե սկզբում այլ տեղ եք ապրել։ Չէ, ոչ մի տեղ, ուղիղ եկանք Հրազդան։ Հիմա Հրազդանում ենք։ Քանի հոգի ընտանիք եք պահին։ Ես եմ հարցուս 2 աղջիկ երեխա։ Վարձով եք ապրում։ Չէ, սերտիֆիկատ ենք ստացան, հիմա հատուն տուն ունենք։ Այս մինամիսա տուն ունենք։ Այս սոցիալական ծրագիրը որքանով կմեղմացնի ձեր ընտանիքի հոգսը։ Որոշ։ Ընտանիքում աշխատող ունեք։ Հարցուս։ Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 31-ին եւ իրականացվում է մի քանի փուլով։ Այս ընթացքում հասցեական օգնություն է տրամադրվել ավելի քան 5500 ընտանիքի, հատկացվել է ավելի քան 6000 մարդասիրական հավաքածու։ Արցախի հանրապետությունից տեղահանվածների աջակցությունը մեկ անգամյա ակցիա չէ, այլ հետևողական շարունակական աշխատանք, ընդգծում են կազմակերպության ներկայացուցիչները։ Հաջորդ մարդասիրական կանգառը նախատեսվում է հունվարին Սյունիքի մարզում։ Նարնե Ղուկասյան, Ստեփան Տիգրանյան, Իշխանություն լրատվական։